Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել է, եւ փորձագետները նշում են, որ առնվազն 48 ժամվա ընթացքում հնարավոր է Իրանին հարվածներ հասցվի։ Միացյալ Նահանգների ավիակիրների խումբը մուտք է գործել Պարսից ծոց եւ հնարավոր նրանց թիվը ավելանում է։ Թրամփն էլ ժամանակ է տալիս Իրանին, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային եւ հրթիռային ծրագրերից։ Իրավիճակը իրոք բավականին լուրջ է։ Միացյալ Նահանգներում են գտնվում Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները զուգահեռ առաքելություններով։ Եթե Իսրայելի ներկայացուցիչները փորձում են համոզել Տրամփին սկսել ռազմական գործողություններ իրարի դեմ, ապա սաուդները փորձում են ամեն ինչ անել կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով հարթելու համար։ Թուրքիան էլ իր հերթին է փորձում միջնորդական առաքելություն իրականացնել, բայց իրանցի փորձագետները բացահայտել են թուրքական պլանները, ավելի ճիշտ այն ծրագիրը, որը Թուրքիան փոխանցել է Իրանի իշխանություններին։ Խոսքը նավթի մասին է կրկին։ Ըստ էության առաջարկվում է այն, ինչ առաջարկվել է 12-օրյա պատերազմից առաջ եւ որի մերժումը հանգեցրեց ռազմական բախման։ Միացյալ Նահանգները առաջարկում էր վերաբացել ԱՄՆ դեսպանատունը Իրանում եւ հնարավորություն տալ ամերիկյան նավթային ընկերություններին շահագործել իրանական նավթանկերը կամ բաժնեմասեր գնել։ Սա արժանացել էր Իրանի հոգևոր իշխանությունների բացական վերաբերմունքին եւ դրանից հետո սկսվեց ռազմական գործողությունները։ Հիմա էլ կարծես նույն առաքելությամբ է Միացյալ Նահանգները փորձում Թուրքիային ներքաշել այս ամենի մեջ, բայց ինչպես փոխանցում են իրանցի լրատվամիջոցները եւ փորձագետները, իրանական իշխանությունները կարծես որոշել են այս անգամ եւս չտրվել այդ այսպես կոչված գայթակղությանը եւ չհամաձայնվել ամերիկյան պլանների հետ։ Բացի դրանից, բավականին լուրջ ակտիվացել է նաև Չինաստանի եւ Ռուսաստանի դաշնությունը։ Անընդհատ չինական եւ ռուսական ինքնաթիռներ են վայրեջք կատարում Իրանում, հասկանալի է ինչպիսի բեռով։ Ինչպես ասում են, խաղադրույքները շատ բարձր են, քանզի Իրանը եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը միայն չի վերաբերվում Միացյալ Նահանգներին, Իրանին եւ տարածաշրջանի մի քանի երկրներին։ Ըստ էության խոսքը գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասին է եւ եթե Իրանում սկսվեցին ռազմական գործողություններ, կա վտանգ, որոնք կարող են գրկել մեծ տարածք եւ բավականին մեծ թվով երկրներ կարող են ներքաշվել այդ կոնֆլիկտի մեջ։ Սա ինչու ենք ասում, սա նշում ենք նրա համար, որպեսզի մենք եւս պատրաստ լինենք այդ ամենին։ Մենք եւս պետք է պատրաստ լինենք, քանզի հարևան երկիր լինելով, նաեւ Իրանը մեր համար բավականին լուրջ դերակատարում ունի հարավի անվտանգության ապահովման գործում, Սյունիքի անվտանգության ապահովման գործում։ Եվ եթե Աստված մի արածце Իրանում սկսվեցին ռազմական գործողություններ, ապա դա մենք մեր վրա եւս զգալու ենք։ Այդ մասին շատ ենք ասել, բայց շարունակելու ենք խոսել այնքան ժամանակ, մինչև վտանգի իրական զգացումը հասանելի չլինի յուրաքանչյուրիս։ Միացյալ Նահանգները ակտիվացնում է ադրբեջանական ուղղությունը, անընդհատ դեպի Ադրբեջան տարատեսակ ինքնաթիռներ են մեկնում եւ իրանցի լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ վերջին ինքնաթիռը, որոնք մուտք է գործել Ադրբեջանի օդային տարածք, նախատեսված է թաքուն պայմաններում կամ ծածուկ պայմաններում հատուկ գործողություններ իրականացնելու համար։ Կարող է կրկնվել Վենեսուելայի սցենարը եւ դրան իրանական կողմը ըստ էության պատրաստ է։ Ինչպես արդեն նշել էինք, մեր նախորդ հանդիպման ժամանակ հրապարակվել են այն իրանցի պաշտոնյաների անունները կամ ընդունվել են որոշումներ, որոնց հետ կապված մի քանի տեղապահներ են նշանակվել յուրաքանչյուր պաշտոնի համար։ Այսինքն, եթե ռազմական գործողությունների արդյունքում լինեն զոհեր, նաև որոշում կայացնողների շրջանակներում, նրանց անմիջապես փոխարինելու են նորերով։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում եւ ինչ նոր զարգացումներ են մեզ սպասվում Իրանի շուրջ։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինան է։ Այստեղ եւս բավականին լարված իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից կարծես թե Աբու Դաբիում երակողմ հանդիպում է կայանում Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ուկրաինա, եւ կարծես կողմերը սկսում են խոսել ինչ որ դրական տեղաշարժերի մասին, բայց երեք Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածում առայն, թե իրենց հայտնի չէ, թե ինչ երաշխիքներ է տվել Միացյալ Նահանգները Ուկրաինային, եւ հիմա էլ ասում է, որ ռուսական կողմը համաձայնվել է այդ երաշխիքների հետ։ Ստացվում է, որ կամ Միացյալ Նահանգները չի տվել նման երաշխիքներ եւ դա արևմտյան մամուլի ստեղծագործությունն է հերթական, կամ Միացյալ Նահանգները տվել է երաշխիքներ, որի բացահայտումը լուրջ վտանգ կարող է հասցնել Միացյալ Նահանգներ Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին եւ առհասարակ բանակցային գործընթացը մտցնել փակուղի։
Դրան զուգահեռ երկրորդ ճակատն է կարծես բացվում Ռուսաստանի դեմ։ Ուկրաինան եւ Մոլդովան բավականին լուրջ քննարկում են Մերձդնեստրյան հատվածում գտնվող ռուս խաղաղապահներին այնտեղից դուրս բերելու հարցը։ Ինչպես պետք է դրանք դուրս բերվեն, պարզ է, ուղիղ ռազմական բախման միջոցով։ Վտանգը այն է, որ ռազմական բախման պարագայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից առնվազն Ռումինիան եւս կարող է ներքաշվել այս ամենի մեջ, քանզի Ռումինիա-Մոլդովա պայմանագրի շրջանակներում, եթե ռազմական գործողություններ են սկսվում Մոլդովայում, ապա ռումինական բանակը եւս կարող է մուտք գործել Մոլդովայի տարածք։ Բացի այդ, եթե ռազմական գործողություններ սկսվեն, հայտնի չէ թե ինչպիսին կլինի բուն Մոլդովայի վիճակը, քանզի Գագաուզիայի շրջանում եւս բավականին անհանգիստ է եւ գագաուզները ըստ էության հարմար պահի են սպասում ինքնորոշման համար եւ այս հարցում նրանք ունեն անվերապահ աջակցություն նաեւ Թուրքիայից, քանզի գաղտնիք չէ, որ գագաուզները էթնիկ առումով թուրքական ծագում ունեն, չնայած ուղղափառ են։ Այնպես որ այնտեղ էլ իրավիճակը ցանկացած պահի կարող է լարվել եւ երկրորդ ճակատ կարող է բացվել նաեւ Ռուսաստանի համար։ Իհարկե այստեղ հարվածի տակ է լինելու Օդեսան։ Ինչու Օդեսան, քանզի Օդեսայով է ամենակարճ ճանապարհը դեպի Մերձդնեստրյան Հանրապետություն, իհարկե չճանաչված։ Եվ եթե այնտեղ ռազմական գործողություններ սկսվեն, Օդեսայի հարցն է դառնալու օրասական։ Այնպես որ այս հատվածում եւս հետաքրքիր զարգացումներ են սպասում եւ բավականին լուրջ աշխարհակաղակական բախումներ։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ եւս ինչպես է զարգանում։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, արևմտյան կիսագնդին է վերաբերում դիցուք Կանադային։ Լրատվամիջոցների հետազոտությունից պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգների վարչակազմը սեպարատ բանակցություններ է սկսել Կանադայի առանձին նահանգների հետ, որպեսզի վերջիններս հայտարարեն Կանադայից իրենց անկախացման մասին։ Այդ նահանգներից մեկը ըստ ամերիկյան լրատվամիջոցների Ալբերտա նահանգն է։ Հետաքրքիր է, ինչով է Ալբերտան առանձնացել այդպիսի պատվի եւ ինչու է Թրամփի վարչակազմը հենց Ալբերտայի հետ նման բանակցություններ սկսել։ Կա ձևավորված խումբ ամեն ինչ անուն Ալբերտայի համար եւ Ալբերտայի անկախության համար, բայց պարզվում է, որ դա այնքան էլ անկաշառ չէ եւ այնքան էլ չի վերաբերվում ազգերի ինքնորոշմանը։ Ալբերտա նահանգում կան նավթի բավականին լուրջ պաշարներ եւ Թրամփը այս անգամ իր ուշադրությունը Գրենլանդիայի զուգահեռ դարձնում է նաեւ Ալբերտայի վրա, քանզի նավթի հետ կապված պարզվում է, որ Թրամփը անսահման սեր ունի։ Վենեսուելա, Գրենլանդիա, Իրան, Մերձավոր Արևելք, հիմա արդեն նաեւ Կանադա։ Թրամփը չի խորշում անգամ իր դաշնակիցներին նեղացնել, քանզի ըստ էության ուսումնասիրություններն էլ ցույց տալիս, որ նա վարում է մեծ ճանապարհի ելուզակի քաղաքականությունը եւ ցավոք սրտի մարդկությունը վերադարձնում է քարիդար, հրաժարվելով եւ մի կողմ նետելով եւ անվտանգության սկզբունքները եւ համաշխարհային անվտանգության ապահովման հիմնական միտումները եւ միջազգային իրավունքը։ Այնպես որ Կանադայում եւս բավականին հետաքրքիր եւ թեժ է լինելու եւ սպասենք տեսնենք, թե Կանադայի կառավարությունը ինչպես է արձագանքելու այս ամենին։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։